Ամենաարագ զարգացող ուղղություններից մեկի արհեստական բանականության անվճար ուսուցում դպրոցներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործակցությամբ արդեն երկրորդ տարին է Հայաստանի դպրոցներում իրականացվում է արհեստական բանականության սերունդ փորձարարական ծրագիրը։ Արհեստական բանականությունը ներկայումս շատ կարևոր է, որովհետև բոլոր ոլորտներում, անկախ նրանից թե որս որ ոլորտով կգնանք, շատ կարևոր է և շատ զարգացող ոլորտ է ու բոլորիս մասնակցությունը այնտեղ շատ կարևոր է։ Երևանի համար 112 ավագ դպրոցի աշակերտուհի Գրետա Բաղդադյանը երկրորդ տարին է մասնակցում ծրագրին, ասում է այն օգնել է կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Ես կարծում եմ կդառնամ տվյալագետ, որը տվյալագիտությունը արհեստական բանականությանը կից ոլորտ է, առանց որի արհեստական բանականությունը չի կարող, կարծում եմ ուժերս այդ ոլորտում կփորձեմ։ Նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լիլիթ Ասլանյանը իր դասընկերոջ հետ արհեստական բանականության սերունդ ծրագրին մասնակցելու ընթացքում արդեն հասցրել է հաջողություններ գրանցել։ Արհեստական բանականության մրցույթ հայտարարվեց ԱԲ վարպետության գավաթ, որին մասնակցեցինք ես ու Հայկը, եւ մենք հաջողեցինք ու կարողացանք հենց առաջին հորիզոնականն էլ զբաղեցնել։ Ծրագիրը ներկայում իրականացվում է 14 դպրոցում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով դպրոցներում մշտադիտարկումներ են իրականացնում։ Այս տարվա ցուցանիշները օրինակ փաստում են այն մասին, որ սովորողների ոչ միայն հենց կոնկրետ ծրագրային, այսինքն ծրագրավորման լեզուներով հետաքրքրվածություն եւ առաջադիմությունն է բավական բարձր, այլ նաեւ օրինակ մաթեմատիկայի ցուցանիշները այս տարի շատ ավելի լավ են եղել, քան նախորդ տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանի աշակերտներն ուսումնասիրում են արհեստական բանականության հիմունքներ, Python ծրագրավորման լեզու եւ խորացված հանրահաշիվ։ Ուսումնական process-ում ներգրավելուց առաջ սակայն իրականացվում է գիտելիքների ստուգում։ Չափորոշիչի ներդրման շրջանակում մեզ համար գերակա ուղղություններից մեկը նաև ԲՏՃՄ առարկաներով ավելի հիմնային, ավելի արդյունավետ կրթության կազմակերպումն է եւ այս ծրագիրը հենց այն ծրագրերից է, որը հնարավորություն է տալիս մասնավորապես իմ նշած ուղղություններով ավելի որակյալ կրթություն իրականացնել։ 21-րդ դարի մարտահրավերներն են այսօրվա նոր տեխնոլոգիաները ու ես վստահ եմ, որ պարտադիր է շարունակությունը առավել եւս այն սովորողների համար, ովքեր իրենց ապագան շարունակելու են հենց արհեստական բանականության հետ կապված ծրագրերում։ Գալիք ուսումնական տարում ծրագիրը իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերի եւ Երևանի 23 դպրոցում, արդեն 2026-2027 ուստարում կընդգրկվեն եւս 18-ը։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Գյուրքչյան, լուրեր։